Սկսել եք զատիկին նախապատրաստվել, ինչ գներ են, փոփոխություն նկատել եք։ Գները ահա որ է, ասենք ձուն 50-60 դրամից 70 դրամից 110-120 դրամ է դառել, տնականը ավելի թանկ։ Կանաչեղենը, բանջարեղենը, ասենք բանանը Եվրոպայից է գալի, գինը 600 դրամ, 700 դրամ է։ Մեր Բադրջանն ու Վարունգը որ ստեղ է աճում, նա այդ ինչ գներ է։ Իսկ դուք նայել եք ձկներեն ինչ գներ են։ Չէ, ձկներեն չեմ նայել դեռ։ Ընդհանրապես որքան գումար եք կարծում որ կծախսեք այս զատիկի ընթացքում։ Դե առնվազն միջինը ամեն ընտանիքը ինձ թվում է մինիմում 30-40 հազար կծախսել։ Նախորդ տարիների համեմատ ավելի շատ է, ավելի քիչ է։ Նախորդ տարի օրինակ ինչ ավելի էժան Դե է։ հա, բա ոնց ավելի էժան էր։ Նախորդ տարի մի քիչ եղանակն էր լավ, համեմատ այս տարվա։ Այս տարի մի քիչ ուշ է լինում ամեն ինչ, կարող է դրա հետ է կապնող ստամբությունը։ Ու չի բացառվում, որ ասենք վերջ օրերին կարող է պահանջը շատ լինի, ապրանքը քիչ կարող է եւ էլի թանկանա։ Ճիշտն ասած, այդքան շատ չեմ բանանում զատիկի համար։ Դե գները ընդհանուր են թանկ, ոչ թե միայն զատիկին, հավանաբար ավելի կտանկանան։ Չեք նայել գները ձուն, կանաչին, ձուկը, ինչ արժեն։ Ну, արդեն ահագին ժամանակա նույն գինն է։ Դեռ չգիտեմ, գուցե մինչև շաբաթվա վերջ ավելի կթանկանա։ Ամեն տարի էլ սենց է, մարտի 8-ը լինի, նոր տարի լինի, զատիկ լինի, այն որ ահավոր գներ է դառնում։ Հիմա օրինակ մանդակը բան ինչքան է թանկացել այս զատիկի շրջանում։ Մանդակը արժե 4400 Տես մալաթյամ սիբեխը արժե 4-4.5, իսկ ես վաճառում 3.5, որտեղ մի քիչ էլ խիղճ է պետք։ Ընդամենը խոտ է, պետք չէ այդքան թանկ առնել։ Շուկայի ամենաթանկ լավ ապրանք բերողը ես եմ եղել, պրոստ հիմա առևտուր չկա, շատ վատ է։ Որ չեն կարող արենդի կեսնել հանենք։ Հիմա վաղ արենդի սորն ես չեմ կարող ուտալ։ Մենք ինչներ թանկ է։ Մենք այսօրվա ուտելուն ենք պատրաստվում։ Բայց ներ չի որ բողոքում ենք, որ փող չունենք, բայց փառք Աստծո, նա ինչ առատություն է։ Զատիկի օրը կգա մի օր առաջ։ Չէ, չի թանկացել, ինչ գնի որ վաճառվում էր, հիմա էլ նույն գնով վաճառվում է նաև։ Ինչ արժի է այս բանին։ Ինչ գնով եք դուք հիմա ապրում։ 2500-ով։ Ձուն թանկ է, կանաչին էլ հա, որոշ չափով էլի թանկ է, բայց ձուկը չեմ նայել։ Ինչքան է թանկացել այս օրերին օրինակ ձուն։ Օրինակ ձուն շատ է թանկացել, դառել է 100 դրամ, 80 դրամ, 74 դրամ տեսել եմ էլի, 65 դրամ եմ ամենամաները։ Ինչքան կծախսեք օրինակ այդ զատիկի սեղանը։ Դե չգիտեմ, չեմ կարասեմ, թեթևի մեջ էլի, ես մենակ եմ ապրում, ինձ շատ քիչ բան է պետք։ Իսկ ընդհանրապես ոչ թե զատիկին, այլ վերջին շրջանում որ մթերքներն են ավելի շատ թանկացել, մսամթերք, կաթնամթերք, ինչն է։ Դե մսամթերքն էլ հա թանկ, կաթնամթերքը հա, օրինակ մածունը առաջ առնում էինք բանկեն 350, հիմա դառել է 450։ Իսկ թոշակը ինչքան որ բարձրացել է, բավականացնում է օրինակ այդ մթերքները Դե որտեղից պիտի բավականացնի, կոմունալ է, ճնշման դեղեր է, որտեղից, չէ, էլի քիչ է, էլի, ճիշտ է, շնորհակալ ենք բարձրացրել է որոշ չափով, բայց էլի քիչ է, էլի թոշակառու, մենակ թոշակառուի համար քիչ է։ Դե միսը օրինակ թանկացել է, ձուն, կատնամթերք ամենիշնի թանկացել է, ոչ մի բան էժան չի մնացել։ Իսկ թոշակը այդքան բարձրացել է կամ Դե թոշակը ինչքան որ բարձրացել է, դա համեմատական չի էլի թանկացման հետ։ Ամեն դեպքում դժվար է։ Ամեն դեպքում, եթե իմ երեխեքը չօգնենք, մենք չենք կարողանա թոշակով։ Միսը դե գնալով արտահանվում է մեր տավարի միսը, գառան միսը, դրա համար է գները թանկանում, դրա հետ է կապված, իսկ ասենք խոզի միսը, որ չեն տանում մուսուլմանական երկրները, մեր մոտ էժան, գնալով էժանանում է, ասենց ասեմ։ Տավարի միսն ու գառան միսը բնական է, որ ինչքան քիչ է լինում, այնքան պահանջը շատ է լինում, դրա համար էլ թանկանում է։ Իսկ աշխատավարձը թոշակն այնքան բարձրացել է, որքան սնունդը թանկացել է։ Չէ, իհարկե ոչ, տասնապատիկ այս մոտակա ոչ մեկ տարվա մեջ, այլ մոտակա մի 5-6 տարվա մեջ մակարոնը 160-170 դրամից դառել է 700-800 դրամ։ Էլ մնացածի մասին ուղղակի ամենը ասենք պահանջելի, որ ժողովուրդը կարում էր գոնե դա առներ, հնգապատիկ, վեցապատիկ թանկացել է։ Տավարն է շատ թանկացել, խոզը նույնն է, բայց խոզն էլ է թանկանալու։ Ինչքան է տավարի միսը հիմա։ 3800
Խոզը 2000, փափուկն է 3 չալաղաճը։ Ինչքան ժամանակ ա որ թանկացել է այդպես։ Խոզը հիմա չի թանկացել, նոր են թանկացնում, բայց տավարը արդեն եղավ մի ամիս։ Կախված է գնայինից։ Եթե գինե ժանալում առևտուրել եմ, եթե թանկանում 5 կիլո առնողը 2 կիլո առնում, 2 կիլո առնողը 5 կիլո քչանում է առևտուրը։ Ինչն է բայց պատճառը գյուղացի Չեն պահում, գյուղացիները չեն պահում, սաղ մորթին վերացրին են։ Էլ հիմա պահողները քչացել են, ով էլ ունի թանկ է ասում։ Հիմա այս մի ամիսը առևտուրը քիչ է Աբա պատճառը։ ինչ ահա որ քիչ է։ Թույլ է, էլի առևտուր չկա։ Ես աշանի չի եղել է, գարունը միշտ թանկանում է անասունը Սարայիթում, բայց հիմա գարունից 2 ամիս շուտ արդեն թանկացել է։ Ամեն օր որ մտնում ես, ամեն օր տեսնում ես որ թանկացել է։ Ես կարակն եմ առնում թանկացել է, միսն է թանկացել, հավն է թանկացել։ Ինչը որ առօրյայում օգտագործում ենք, ձուն դարձել է 95 դրամ մի հատը։ Անհարմար է էլի։ Մենք այսքան հավաբուծական ֆերմաներ ունենք, բայց 95 կոպեկ դարել է մի հատ ձուն։ Կանաչեղենն էլ, կանաչեղենը ձուկը զատիկի։ Դեռ չեմ պատրաստել, դեռ չեմ մոտեցել նույնիսկ, չեմ պատրաստել։ Դե գիտեք ինչ, բոլոր ժամանակներում էլ զատիկի ժամանակ կանաչեղենը թանկ եղել է։ Թոշակները մի փոքր բարձրացել են էլի ամեն դեպքում։ Ես չեմ նկատել, թե ինչքան է բարձրացել, որովհետև դեռ չի եկել, բայց այդ չնչին գումարը ես բարձր թոշակ եմ ստանում, բայց այն փոքր ստացողները նրանց համար ոչ մի նշանակություն չունի դա։ Մեծահասակը, որ ոչ ոք չունի, միայն ինքն է, այդ թոշակով նա պիտի ձմեռը անկողնու մեջից դուրս չգա։